Պարոն Փաշինյան, կառավարության նոր կազմն արդեն որոշել եք, սպասենք նոր պաշտոնանկությունների ու գործադիրում փոփոխությունների սպասենք։ Մեծ փոփոխություններ չեն լինի։ Որոշել եք։ Այո։ Ոչ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, այս ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքների մասին բազմաթիվ բացահայտումներով ու դրսից պարտադրված մարդկանց բերելու քվեարկելու համար տեղեկություններով, հետաքրքիր է կա պատկերացում կամ մեխանիզմ պատկերացնելու համար, թե դա որքանով է ազդել ընտրության արդյունքների վրա, ու նաև դա հարուցեց այդ երևույթները հանրության շրջանում քննարկումներ հարուցեցին, թե որքանով է ճիշտ, որ Հայաստանում չապրողները գան Հայաստանում ապրողների ապագան որոշեն, հետաքրքիր է այդ առումով դուք ինչ եք կարծում օրենքների փոփոխության կարիք կա թե չկա, ու նաև վարչական ռեսուրսի հետ կապված էլ մի հարց, ընդդիմությունը շարունակ խոսում է այն մասին, որ դա չարաշահվել է, կիրառվել է եւ այլն։ Դուք էլ ձեր թիմի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ բազմաթիվ անգամ ասել եք, որ նման հանձնարարական չի եղել, բայց հետաքրքիր է կա ուսումնասիրություն, թե տեղերում ինչպիսի ինքնագործունեություն է եղել, ինչքան այդպիսի դեպքեր կա։ Շնորհակալ։ Դեք ինչ որ ասում եք, իրապահ մարմինների եւ համապատասխան մարմինների քննության հարց է, մենք էլ իհարկե ականջալուր կլինենք եւ տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, իհարկե այդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական process կամ քաղաքական process, որտեղ, ասենք, օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հնարավորապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն, եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաեւ, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաեւ դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետեւ նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Օրենսդրական փոփոխությունները հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցես քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։ Պարոն Փաշինյան, այսօր կառավարությունը ընդունեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի երկրորդ աջակցության ծրագիրը։ Ինձ հետաքրքիր է, այս պահի դրությամբ մենք ինվենտարիզացիա ունենք, հաշվարկներ արել ենք, ինչ գումարի ապրանք է այս պահին ընկել արդեն սահմանափակումների տակ Ռուսաստանի արտահանման մասով։ Եվ այստեղ այս ամբիոնից պարոն Պապոյանը խոսելով ծաղկի սահմանափակումների մասին Ռուսաստան արտահանման ասաց, որ Ռոսելխոզնadzորը ինսպեկցիա անում որոշ ձեռնարկություններում։ Ունենք արդեն արդյունքները այդ մասով, ինչ է արվել եւ ընդհանրապես կառավարությունը այդ սահմանափակումների վերացման մասով ինչ է արել, ինչ աշխատանքներ, միգուցե արդեն ունենք որոշակի արդյունքներ։ Շնորհակալություն։ Մենք գիտենք, որ ունենք անսահմանափակ շուկա եւ մեզ պետք է էականորեն ավելացնել արտադրության ծավալները, որ մեզ հասանելի շուկաներում կարողանանք մեր ապրանքները իրացնել։ Մնացած աշխատանքային հարցերն ընդհանրապես կքննարկվեն։ Մենք ունենք ապրանքային դեֆիցիտ արտահանումը ապահովելու համար։ Շատ մեծ դեֆիցիտ ունենք, շատ մեծ դեֆիցիտ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիվիկ։
պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ից արձագանքներ են գալիս, որ Հայաստանը իր անդամավճարները չի վճարում եւ դա պետք կունենա իր հետևանքները, եթե ասում են շարունակվի, միտումը շարունակվի, ապա կարող է հարց տվել նաեւ Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Պարոն վարչապետ, արդյոք այդպիսի ընթացակ կարգավորություն եւ կարող է այդպիսի հարց առաջանալ եւ ԵԱՏՄ-ի մասով Սերգեյ Լավրովն է արձագանքել, նշելով, որ այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամ է Հայաստանը շարունակում մնալ, սակայն նա քանի որ Հայաստանը արդեն ԵՄ-ի միանալու մասին օրենք է ընդունել, ուստի հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Պարոն վարչապետ, արդյոք դուք խոսել եք ձեր գործընկերներից ու արագ լուծում ասելով ինչ նկատի ունեն կամ դուք ինչ արագ լուծումներ եք տեսնում այս հարցում։ ՀԱՊԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու չկա։ Պարոն